Վենեսուելայի շուրջ տեղի ունեցողը Հայաստանի համար իրական դաս է, թե ինչ է լինում, երբ պետությունը ներսից կորցնում է լեգիտիմությունը, երբ իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, ընտրությունը դառնում է ձևական, օրենքը ընտրովի, տնտեսությունը ստվերային, պետությունը ուղղակի դադարում է լինել սուբյեկտ ու դառնում է բախումների հարթակ, իսկ այդպիսի հարթակների ճակատագիրը վերջում որոշում են ուրիշները իրենց շահերով, իրենց անվտանգության հաշվարկներով պայմանավորված։ Ու սա է Հայաստանի գլխավոր հետևությունը։ Խաղաղությունը չի պահվում մաղթանքներով, հռչակագրերով կամ ռազմավարական գործընկերություն կոչվող թղթերով։ Ճգնաժամի պահին թուղթը չի պաշտպանում։ Պաշտպանում է պետությունը, նրա ամրությունը, իր ինստիտուտներով, օրենքներով, հաշվետվողականությամբ եւ թափանցիկությամբ։ Երկրորդ իհարկե տնտեսությունն է։ Աղքատ ու կախյալ պետությունը հեշտ է կառավարվում, ճնշվում, առնվում, նրան հեշտ է շրջանցել։ Եթե ուզում ենք անվտանգության հիմք, պետք է կանգուն տնտեսություն ունենանք, որ ոչ մեկի կամքից կախված չլինենք։ Եվ երրորդ արտաքին կապերն են իհարկե։ Մեզ պետք չեն պահից, շահերից ծնված գործընկերություններ, մեզ պետք են գործընկերություններ, որի հիմքում արժեքներն են, որտեղ կան հստակ կանոններ ու պարտավորություններ, որ առաջին վտանգի պահին ամեն ինչ սպես հոդս չցնդի։ Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է ամեն օր ուժեղացնենք մեր պետությունը իր կամքով, իր ձայնով, որպեսզի վաղը մեր ճակատագիրը չգրվի ուրիշների հաշվարկների մեջ, այլ որոշվի մեր կողմից այստեղ Երևանում։